Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ցավոք սրտի այսօր մենք ձեզ հավաքվել ենք նորից ու նորից պահանջ ներկայացնելու ներկա իշխանության, ներկա կոչեցյալ ղեկավարության, որոնց մեղքով մենք այսօր հայտնվել ենք այս իրավիճակում, մեր գերիները այսօր հայտնվել են Թուրքի ձեռքում։ Ես ուզում եմ երկու բառով անդրադառնամ, մի քիչ հետ վերադառնամ Արցախ։ Արցախում գտնվելու ժամանակ այս նույն մարդը մեզ խաղաղության այդ կեղծ բաների հիմունքներով տարելակ կործանում Արցախին։ Խաղաղության կեղծ հիմունքներով մեր գերիներին, մեր հայ ժողովրդի հայ որդիներին դարձել է գերի Ադրբեջանի ձեռքում։ Նիկոլ, դու ես այդ գերիներին հասնել, դու էլ պիտի վերադարձնես այդ գերիներին, դու ես Արցախը հասնել թուրքերին, դու էլ պիտի հետ վերադարձնես մեր մայր Հայաստանին, չես կարողանում, վրընդվի, տղավարի դուրս արի, ասա չեմ կարում, ժողովուրդ խատվել եմ, դավաճան եմ, սրիկա եմ, բայց ժողովրդին մի տարի կործանման։ Մենք բան չենք այս իրավիճակում, հայ ժողովուրդը հազարամյա տարիներ միշտ ունեցել է, պատիվ միշտ ունեցել է հայի կերպար ուժեղ միջազգային թե արտակներում, թե որպես հաս։ Դուք իրավունք չունեք հայ ազգին ներկայացնելու կերպար ձևավորելու։ Մեր գերիները պիտի վերադառնան։ Գերիները դեռ գտնելով ավելի մեծ համարձակություն են դրսևորում, քան դուք ստեղ հայ ժողովրդի մեջ։ Դուք մենակ հայ ժողովրդին եք ճնշում, մենակ հայ ժողովրդին եք նվաստացնում։ Մենք չենք ուզում դες ղեկավարներ, մենք ուզում ենք հզոր ղեկավար, որ Արցախը հետ բերի, հզոր ղեկավար, որ գերիներին հետ բերի։ Չենք կարող այսքանը հանդուրժեք, հարգելի հայրենակիցներ, ամեն մեկը գիտակցեք, մենք չպիտի ձեր մեջի ինքնասիրություն, հայրենասիրություն արտացնենք, սա ամեն մեկից է վերաբերվում, մենք էլ ենք դες մտածել, մի օրվա մեջ է մեր այս գործակները բերեն, այս աղետը բերեն մեր գլխի, ու եթե սենց անտարբեր շարունակենք, նույն էլ այս և այս աղետները մեր առաջ գալու է կառնելու է, ու մենք այդ գերիները մեր եղբայրերին բերելու ենք, իմ եղբայրս հասարակ մի գյուղացի էր, ինչ մեղքով է գտնվում իմի Ադրբեջանի ձեռքին, Նիկոլ պատասխան տուր, ինչ մեղքով է գտնվում Ադրբեջանի ձեռքին, քո մեղքով է գտնվում, անպիտանի լինելով, ոչ հայրենասեր լինելով, ոչ առաջնորդ լինելով, այդ դրա պատասխաններն ասա, որովհետև բոլոր մեր հաղթանակներ ունեցել եք ուժեղ առաջնորդ ունենալու, մեր բոլոր հաղթանակները Արցախ հայկական պահել եք միշտ ուժեղ առաջնորդներ ունենալու, չեք կարողանում վրդվել գրատներդ քաշեք։